Հայոց պատմության ամենանշանավոր թագուհիներից է եղել Փարանձեմը, ով լինելով Սյունյաց Անդովք իշխանի դուստրը, ամուսնացավ գնել իշխանի հետ, ով հետագայում դավադրաբար սպանվեց, իսկ տիկնոջը քննության առավ Արշակ II թագավորը 359 թվականին։ Պատմական աղբյուրները նրա մասին հակասական տեղեկություններ են մեզ հաղորդում, բայց մի բան հստակ է, որ իր գեղեցկությամբ հռչակված լինելուց բացի նա ոչ միայն վառանատականություն ուներ, ինչպես դեպքերի հետագա ընթացքը ցույց կտար, նաև քաջարի ռազմիկ էր։ Մշտապես գտնվելով Հռոմի և Պարսկաստանի տեսադաշտում Հայաստանը փորձում էր դիմագրավել նրանց գերիշխանությանը, եւ ահա հենց այս ժամանակահատվածում է, որ պարսից Շապու արքան գերեվարում է Արշակ թագավորին եւ սպանում հայոց պարապետ Վասակ Մամիկոնյանին, փորձելով խաբեությամբ գերեվարել մենակ մնացած Փարանձեմ թագուհին նույնպես, բայց հաջողության չհասնելով նա 50,000-անոց մեծ բանակով հարձակվում է Հայաստանի վրա։ Թագուհին շուրջ 11,000-անոց բանակով ամրանում է Արտագերս ամրոցում եւ 14 ամիս դիմադրգրավում հակառակորդի մեծաքանակ ուժերին եւ բազմիցս նրանց ջարդ տալով ետ մղում Պարսից բանակի կատաղի գրոհները։ Այնքան մեծ էր նրա ազդեցությունը, որ նա կարողացավ ոչ միայն ոգեշնչել իր մարտիկներին արիաբար կռվել, այլ համոզեց որոշ հայ դավաճան իշխանների ետ դառնալ եւ օգնել իրեն, ինչի արդյունքում պաշարվածները ետ մղեցին առաջին գրոհը եւ պարսիկները ստիպված եղան երկրորդ անգամ մեծ բանակ ուղարկել ամրոց։ Այս անգամ նույնպես հայոց թագուհին կատաղի դիմադրություն ցույց տվեց եւ միայն սպառվող պաշարներն ու համաճարակը ստիպեց նրան բացել ամրոցի դռները։ Շապուհը նրան տանջալի մահվան դատապարտեց եւ այսպիսի վախճան ունեցավ Սյունյաց աշխարհի այս հպարտ կինը, բայց նրա անունը մնաց պատմության օջերում որպես արիության օրինակ։